Բարի երեկո իմ շատ սիրելի բարեկամներ, հարցազրույցի ժամը մոմը վառեմ, թեյը վերցնեմ, հենց որ խոհանոցում եմ այսպես առանձնանում, դուռը փակում եմ, որ ինչ չխանգարեն, ուրեմն նկարը հանում է, հիմա թեյն էլ բերեմ, կանաչ թեյ եմ ուզում խմեմ, ժամը հիմա 5:30 Կիրակի իրիկունա, այսօր ամբողջ օրը տարբեր գործերով եմ եղել, ժամանակ ընդհանրապես չեմ ունեցել ու դեռ չունեմ ու շատ գործեր ունեմ, քանի տանն պետք է տարբեր վիդեոներ նկարեի, ջուրը բերեմ, եռացրել եմ արդեն։ Պետք է տարբեր վիդեոներ նկարեի, դրա համար, որովհետև վաղնել եմ գործի, երեկել էի գործի, ու հազիվ ես մի օրն եմ ազատ, հազիվ իմ գործերով զբաղվեմ, ափսոս որ չեմ կարող ամբողջությամբ անել։ Նայեք իմ բաժակը, ինչ գեղեցկություն, հիշում եք, որ ասեցի, երկու հատը որ առել էի, ասեցի, հետո տեսա մի հատ էլ էր, մի տեսակ էլ էին ստացել, դրել այս մեկն էր, շատ սիրուն է, մոտիկից ձեզ ցույց տամ, շատ, հիմա սրանով թեյ կխմեմ, ան որ իմ համար ցուրտ է, կծածկվեմ իմ հնդիկ ընկերուհու նվիրած շարֆով, ես մի 2 տարի առաջ է նվիրել, երբ մի 2 անգամ եմ օգտագործել ու պահել եմ, հիմա կնստեմ, բաժակից հետ էլ սազում է, տեսակ ոնց հարմարացրի, միամիտ ստացվեց, հիմա իմ սիրելի բարեկամներ, հարցերը դուրս եմ գրել, որ պատասխանեմ, անջատվել էր, էլի սկսեց վերջի ակորդներն անել, սուշիկկանը միացրած, մի րոպե, հիմա անջատված է, չգիտես ինչի, ուղղակի երևի հիշացնում է, որ պետք է շորերը հանենք, ժողովուրդ նստենք, մի հատ թեյ խմենք, մի երևի 40-50 րոպե առաջ նոր հասցրել սուրճ եմ խմել, շատ զբաղված էի, հարցերն էլ այստեղ գրել եմ, որոշ հարցերի հենց տեղում պատասխանել եմ, չգիտեմ էլ կարդացել եք թե չէ, հարցրել եք հաց բերողի, առաքողի հեռախոսի համարը, այնտեղ գրել եմ, չգիտեմ կարդացել եք թե չէ, Աշոտիցեի համարը վերցրել, ես իմ մոտ չունեմ, որ ասեմ, նորից հիմա ասեմ այդ համարը, եթե չէ, ուրեմն գտեք էլի ձեր հարցը, պատասխանել եմ այնտեղ, էլի ինչ-որ հարցեր էլի կային, որ էլի խանութի հասցեն, հայկական խանութի հասցեն էլի եք հարցրել, էլի այնտեղ գրել եմ, հուսով եմ տեսել եք։ Հարց կա այսպեսի, բարև ձեզ, ես կուզեի իմանալ ինչքան ժամանակ պետք է տևի մեկ վիդեոն եւ ամիսը քանի վիդեո պետք է անել, շնորհակալություն։ Վիդեոյի տևողությունը, այսինքն թե ինչքան պետք է տևի վիդեոն, կախված է ձեզանից, ինչքան որ ուզում եք, եթե ուշադիր եք եղել, մարդկա շատ կարճ վիդեոներ ա նկարում, մարդկա մի քիչ ավելի երկար, մարդկա մի ժամ վիդեո ա նկարում, բայց իմ կարծիքով ինչքան կարճ լինի, այնքան հետաքրքիր է, որովհետեւ ձանձրալի է, մարդիկ չեն նայում ամբողջությամբ։ Իմ համար էլ օրինակ երկար վիդեոները ձանձրալի են, այդքան հաստատ ժամանակ չեմ տրամադրի, որ նստեմ, ասենք 30-40 րոպե նայեմ։ Կախված է ձեզանից, թե քանի րոպե եք ուզում որ լինի վիդեոն, այդքան էլ կլինի։ Իսկ ինչ մնում է ամիսը քանի վիդեո պետք է անել, ամիսը այդ արդեն էլի ձեզանից է կախված, թե դուք ինչ հաճախականությամբ եք ուզում վիդեոներ դնել YouTube, եթե մեծ կանալներ անգամ էլի հաճախակի դնում են, գոնե շաբաթը մի 2 վիդեո դնում են կամ 3 վիդեո, եթե օրինակ կախված է շատ նայում են թե չէ վիդեոն, եթե ասենք մի վիդեոն նայում են օրինակ 1500-2000 դիտում է լինում, դե պատկերացրեք, եթե շաբաթը մի հատ վիդեո դնես, հեչ բան է, էլի շատ քիչ է այդ, գոնե մի քանի հատ պետքա դրվի, իսկ այնպես եթե են մեծ ալիքները, անգամ են շատ մեծ ալիքները, տեսել են, որ շաբաթը գոնե մի 2-3 վիդեո դնում են, էլի ձեզանից է կախված, այնպես թե չէ շատ քիչ է լինում, այն իմ ասած, գոնե ամսական պետքա 70 եվրո աշխատած լինեք, որ YouTube-ը ձեզ փոխանցի, եթե չհասցնեք դրան, այդ մնում է հետո մյուս ամսվանի հետ նոր գումարվում, նոր փոխանցում է ձեզ, դրա համար ավելի լավ է, որ գոնե այնպես լինի, որ մի քիչ ակտիվ լինի, շատ դիտումներ լինեն, որ դրանա գոնե 70 եվրոն, որ YouTube-ը փոխանցի։ Հաջորդը ձեր խանութներում այսօր անունները չեմ գրել կամ կային անուններ, որ հստակ չէր, էլի անունը ինչ է օգտատիրոջ։ Ձեր խանութներում մեծամասամբ որ երկրի ապրանք է վաճառվում։
ուրեմն այստեղ վաճառվում է Կարինե ներգրել, չէ Կարինե ջան, չինական գրել էիր դու ինքդ կարծում եմ չինական, հա, չինական ապրանք էլ շատ կա, հնդկական ապրանք էլ շատ կա, Վիետնամից կա, Բանգլադեշից կա, Գերմանիայից են շատ ներկրում, Ֆրանսիայից են ներկրում, Հոլանդիայից են ներկրում, հագուստը հա, երևի թե հիմնականում Հնդկաստան, Չինաստան, Բանգլադեշ, այնտեղից էժանա, գիտեք, էժանա այնտեղից ապրանք բերել։ Մեր խանութի օրինակով էլ որ ասեմ, հիմնականում որի վրա նայում եք, կամ Հնդկաստան, կամ Չինաստան։ Այնտեղ իմ դեկորացիաներ, որ ցույց տվեցի, գրել էի գներն ասեմ ու եղնիկը երկու հատ լիներ, լավ կլներ։ Գները կասեմ սրանց հետո, որովհետև այդ օրը չգիտես ինչի այդպես արագ արեցի, չասեցի գները, իսկ եղնիկների հետ կապված ես էլ եմ մտածում, որ երկու հատը ճիշտ կլներ, համը զույգով կլինեին, չէին ձանձրանա։ Ուղղակի երբ որ ես գործը վերջացրի, շիֆտից հետո գնացի, որ առնեի, այդ մի հատն էր։ Դրա համար առա ու շաբաթ օրը նորից նայել եմ չկար։ Եթե լինի երկրորդ անպայման կառնեմ, որովհետև իրոք ընտիրա շատ սիրուն է, շատ։ Ձեզ էլ դուր եկել, ձեր մեկնաբանություններից հասկացա, որ հավանել եք։ Լսում եք ձայնը։ Վրան զանգուլակներ կան։ Գերույս ասեց, իրանք ինձ ասեց, եթե չես ուզում կարաս հանես զանգեր, ասի չէ, թող մնա, ինչի հանեմ։ Իրա մաման է սարքել, ոնց որ կարել ա վրան։ Ինչևէ, հաշվենք արդեն Սուրբ Ծնունդի եղնիկներն են, նոր տարվա եղնիկները զանգերով գալիս են։ Խանութը նկարելուց, իմ սիրելի Աննան է հարցնում, խանութը նկարելուց թույլտվություն վերցնում ես, թե կարելի է նկարել։ Ընդհանրապես խանութը, կոնկրետ մեր խանութն է, ոնց որ են մյուս խանութները, եթե չի կարելի նկարել կամ տեսանկարահանել, ուրեմն հիմնական ցուցանակ են կպցնում, որ ոչ ֆոտո, ոչ էլ վիդեո անեն, իհարկե կարա էլ չլինի, էլի չթույլատրվի նկարել, բայց հիմնական այդպես չեմ նկատել, որ արգելվում է, որովհետև տեսել եմ, որ հենց հաճախորդները միացնում են, վիդեոներ են միացնում, նկարում են կամ անգամ կամերաները միացնում են, այդպես միանում են, այսին որ երկրից երկիր ցույց են տալիս, խոսում են, չեմ տեսել, որ ասեն չի կարելի նկարել։ Դե ընդհանրապես թե չի կարելի նկարել, հաճախորդների դեմքերը, աշխատողների դեմքերը չի կարելի նկարել, ամեն դեպքում չգիտեմ, ես ոչ էլ հարցրել եմ, կարելի է թե չի կարելի, արգելող բան չեմ տեսել, ու ասենք ապրանքն եմ նկարում, ինչ որտեղ գովազդ է լինում, պետքա որ արգելված չլինի, չգիտեմ, բայց հետաքրքիր է, կհարցնեմ մի անգամ մենեջերին, կհարցնեմ, տեսեմ արգելված չի, իսկան նկարելուց հետո կհարցնեմ, բայց խանութից խանութ տարբեր է։ Կարող է ոմանք ուզենան, որ նկարվի, գովազդարվի, իսկ որոշ խանութներ էլ արգել են։ Անգամ արգել են ու դուք խանութից դուրս հրավիրեն։ Ահա, հաջորդ հարցը Սրբուհին է Ռուսաստանից հարցրել, քանի տարեկան է Քսենիան ու ինչպես է հայտնվել մեր կյանքում։ Քսենիան արդեն 8 տարեկան է ու էլի ասել եմ հին վիդեոների մեջ, մեր աղջիկա Փիսիկն է ինքը, Հայաստանից իմ աղջիկա հետ եկել է այստեղ մեր տուն է եկել։ Մինչև Քսենիայի գալը ես կտրականապես թեմ եմ եղել, որ տանը կենդանի լինի, զզվել եմ անգամ, կարամ ասեմ, կենդանին այն ժամանակ ասում եմ, ես սիրում եմ հեռվից։ Բայց այդպես ստացվեց, որ իմ աղջիկը իր Փիսիկին իր հետ բերեց, մինչև հարմարվեցի, մինչև սովորեցի, ահագին երկար ժամանակ տևեց, ոնց որ զզվեի, չգիտես ինչի, ոնց որ էնել այդ մաքուր կենդանուց, ոնց որ զզվեի։ Մաքուր եմ ասում, այդ Փիսիկները շատ մաքուր են, բայց գիտեք, դե մազ են թողնում։ Ու այդպես հայտնվեց մեր տանը։ Դե հիմա ես որ մեկ մտածում եմ, ասում եթե իմ աղջիկը իր Փիսիկին տանի, ես արդյոք կուզենամ կենդանի պահեմ, կատու պահեմ։ Ճիշտ ասած, անկեղծ որ ասեմ, օրինակ շունել կուզենայի, բայց շունը ավելի շատ խնամք է, որ դուրս տանել, ներս բերել եւ այլը, իսկ Փիսիկ մեկ-մեկ արդեն 50 է մոտս, մտածում եմ, որ երևի հա կպահեի, որովհետեւ այն որ տխուր եմ լինում կամ բան, կամ թեկուզ առավոտներ արթնացել եմ, կամ պարկում եմ քնելու, մեկ էլ գալիս թռնում է ոտքերից վրա ու պետքա հարմար լինի տեղը, էլի սիրում է որ ոտքերը մի քիչ այսպես ծալված լինեն, ինքը այս արանքում պարկի, ինքան հաճելի է իր շունչը, տաքությունը, ինքան հաճելի բան է տալիս, էլի ընկերակցություն է լինում։ Չգիտեմ,
Ես արդյոք կպահեմ թե չէ, բայց ամեն դեպքում Քսենիան մեր փիսիկը չի, ու այդպես հայտնվել է մեր տանը, մեր կյանքում։ Բայց իրան շատ սիրում ենք, ասեմ։ Հաջորդ հարցը Անահիտն է, ում անունը պարզ երևացել է, գրել եմ, ումը այնտեղ ինչ-որ բաներով անունը չի երևում, չեմ նշել։ Անահիտը հարցնում է. Սվետլանա ջան, կպատմեք ձեր մոտ տների գների եւ հիպոթեքի տոկոսների մասին։ Այստեղ տների գները տարբեր են ըստ հողերի։ Գիտեք, Բելգիան ունի 3 հող, ֆրանսիախոս հատվածը Վալոնիան, հոլանդախոս հատվածը Ֆլանդրիան, որտեղ մենք ենք ապրում, ֆլամանական հատվածը ու Բրյուսելը, առանձին հողը։ Էլի իդեպ ֆրանսերեն են խոսում, իհարկե հոլանդերեն էլ, բայց հիմնական ֆրանսերեն են խոսում Բրյուսելում։ Տների գները տարբեր են, ես կոնկրետ հիմա մեր հողի մասին ասեմ, Բրյուսելինը գիտեմ, որ ավելի բարձր են գները, քան մեր հողում, եթե քառակուսի մետրով ասեմ, միջինը մեր հողում քառակուսի մետրը այդպես մոտավորապես 2 եվրոից 2-ից 3 եվրո է։ Իհարկե կախված է տների տեսակից, կախված է որտեղ է գտնվում տունը, ինչ վիճակում է, ինչ որ թվի տուն է եւ այլն։ Իսկ Բրյուսելում ավելի բարձր է, քառակուսի գինը սկսվում է 3 եվրոից ավելի բարձր է։ Միջինը, եթե ասեմ, երևի օրինակ բնակարանները, այդ կվարտիրաները կամ ստուդիո ենք ասում, ստուդիոները, այն որ խոհանոցը սենյակի մեջ է, միջինը երևի 175-180 հազար եվրո արժի։ Հիմա դե տների գները շատ բարձրացան կորոնայից հետո ու այս ընդհանուր այս գլոբալ թանկացումներից հետո։ Մեզ մոտ, օրինակ, եթե առանձին տուն է, այստեղ վիլա են ասում առանձին տներին, դրանց գները ավելի բարձր են։ Երևի միջինը ասեմ 350 հազարից բարձր, իսկ շարքով տները որ կան, մեր տունը շարքով տուն է, երբ որ մենք ենք գնել, այն ժամանակ արժեր, մենք տան արժեքը իջացրինք, 165 հազար եվրով գնեցինք, իսկ հիմա արդեն այս տունը բնականաբար ահագին բարձր արժեք ունի, որովհետև լավ վերանորոգել ենք։ Ընդհանուր երևի 170-175 հազար եվրո մեր հողում միջինը։ Հենց հիմա մեր հարևանը վաճառում է տուն, որ շատ վատ վիճակում է, կարելի ասել ավերակ վիճակում է, տարօրինակ ցածր գնով 135 հազար եվրո, բայց ոչ մեկ չի առնում, արդեն մի տարի կլինի, որ վաճառում են, չեն առնում, պատկերացրեք, ինքան շատ հին տուն է, չգիտեմ, մի տարից ավել հնություն ունի։ Հա, տոկոսների մասին, դե տոկոսները բանկերից բանկ տարբեր է։ Այս մեր հողը, ինձ թվում է մենակ մեր հողում է, այն մյուս հողերում չկա, Բրյուսելում, Վալոնիայում, որովհետև բանկը հենց կոչվում է մեր հողի անունով, Flams Woning Fonds, այնտեղ բացի այդ սովորական բանկերից, կա նաև այստեղ այս իմ նշած բանկը, սոցիալական բանկ է, սոցիալապես ավելի պակաս եկամուտներ ունեցող մարդկանց համար, որ այնտեղից են վարկ վերցնում տուն առնելուց, այնտեղ տոկոսադրույքը ցածր է։ Եթե սովորական բանկերում օրինակ տոկոսը կարա լինի 3, 4, 5, 6 տոկոս, այդ իմ նշած բանկում արդեն 1-ից 2 տոկոս է այնտեղ, 1.6, 1.8, այնտեղ ցածր է տոկոսադրույքը, տալիս են կախված արդեն ժամկետներից, թե ինչքան ժամկետով են վերցնում, մարդկա 10 տարով է վերցնում, 20 տարով են հիմնականում վերցնում, անգամ կա 40 տարով են վերցնում։ Դե ասենք 20 տարեկանը եթե վերցնի, հանգիստ քիչ իր համարմուծի, 60 տարեկանում կփակի, բայց հիմնականում 20-25 տարով են վերցնում։ Այդպես, այդ էլ տոկոսները, չգիտեմ ինչ հետաքրքիր բան կար հիպոթեքի մասին ասելու, ինձ թվում է երևի հարցի պատասխանը տվեցի։ Հաջորդը, հա, այստեղ Մարնեն հարցնում է, կարելի է իմանալ, իսկ գոհ եք ձեր աշխատավարձից։ Այո, Մարնե ջան, այնտեղ էլ եմ պատասխանել, որ այո, գոհ եմ, եթե գոհ չլինեմ, բնականաբար 3 ժամ ճանապարհների վրա չեմ ծախսի, ժամուկես չեմ գնա, ժամուկես ետ գա։ Այստեղ այս սպասարկման ոլորտը ընդհանրապես վատ չեն վարձատրում, որ ասեմ, հա շատ լավ է, այդպես երևի ճիշտ չի լինի, բայց լավ են վարձատրում, հա,
Բացի նրանից, որ վարձատրությունը նորմալ է, այնտեղ տարբեր բաներից էլ ենք օգտվում։ Էլի եմ ասել, այնտեղ տրանսպորտի գումարն են իրանք տալիս, այսինքն վճարում են իրանք տրանսպորտի համար, մենք ընդհանրապես չենք վճարում, մենակ առաջին 6 ամիսը 80% մենք ենք վճարում, թե 80% խանութն է վճարում, 80-20 հարաբերակցություններ, 6 ամիս հետո արդեն ամբողջությամբ խանութը ինքն է վճարում տրանսպորտի համար, այսինքն մենք գնում ենք Տոմսը կամ օնլայն հիմա արդեն Տոմսը ես երկարացնում եմ, 0 սենտ եմ վճարում դրա համար։ Ու դե բնականաբար օրինակ ես Գենտում եմ աշխատում այդ ուղղությունը ու ինձ ինչքան է պետք լինի գնամ գամ, բնական այս Տոմսը արդեն ունեմ, ինձ պետք չի գործից դուրս որ գնամ Գենտ, բնականաբար Տոմսը ունեմ, այդտեղ էլ եմ շահում։ Ուրեմն Տոմսի համար են վճարում, այս ամսական տալիս են այդ երևի համարյա բոլոր հիմնարկներում, կարամ ասեմ կա, սնունդի համար գումար են էլի տալիս, օրվա պետք անպայման այդ օրը գործի տեղ ոնց որ ներկա լինես, դրա համար են գումար տալիս, լանչի փող, այսպես ասած, շատ չի, բայց էլի բան է, երբ որ հավաքում մի ամսվա են իրանք փոխանցում, էլի ահագին բան է, հետո բացի դրանից ուրիշ առավելություններ էլ կան, որ ձեռ է տալիս, իհարկե ձեռ է տալիս այս աշխատանքը անելը գնալ գալը։ Հաջորդը մի րոպե, հենց այդ հարցի հետ մի քիչ կարելի ասել կապ ունի, ձեր ապրած քաղաքում դժվար է նույն աշխատանքից գտնել։ Մեր ապրած քաղաքում ճիշտն ասած այդպես մեծ խանութ չկա, այս խանութը, որ ես աշխատում եմ, շատ մեծ է, իսկ այդպիսի մեծ խանութ կամ մեր խանութի, այդպիսի մեծ խանութ կամ այս մեր խանութը Բելգիայում մի քանի քաղաքներում կա, խոշոր քաղաքներում, Բրյուսելում կա, Անտվերպենում կա, Հասելտում կա, էլ չգիտեմ որտեղ կա, մեծ խանութ է, այդտեղ մի քիչ ավելի ոնց որ աշխատանք գտնելն էլ ավելի հեշտ։ Երբ որ ես աշխատանքի եմ ընդունվել, իմ հոլանդենը շատ ցածր մակարդակի վրա է եղել, բայց մեկը ինձ ընդունել են աշխատանքի։ Չգիտեմ, հետո բացի դրանից սովորել եմ արդեն լավ կոլեկտիվ ունեմ, ինչ որ շատ կարևոր աշխատող մարդու համար կոլեկտիվը երևի աշխատանքից կարևոր է։ Դրա համար էլ երևի ես գնալ գալում կամ մի հոգի ինձ գրել էր, որ աշխատանքը կարևորը որ լավ է գոհ եմ, իսկ այդ գնալ գալն էլ որպես փոքրիկ ճամփորդություն բան անեմ, շատ ճիշտ էր գրել ու երևի թե էլ եթե աշխատանքը լավ է, ուրեմն գնալ գալուց պետք է շատ չնեղվեմ։ Իհարկե այդտեղ արդեն տարիքի գործոնը գալիս է, գնալ գալը այդքան երկար քայլելը, այդքան երկար ոտքերի վրա լինելը, մեկ հաճախորդների ոչ հարգալից վերաբերմունքը մեր աշխատանքի նկատմամբ, իսկ Մաքսենյան ուսումա դուրը բացի, մեր աշխատանքի նկատմամբ, ոնց որ օրինակ 3 շաբաթ օրը, ուրեմն ինչ աստիճան ահավոր վիճակ էր, որ Սևուրփաթի բանով էին շատ եկել խանութ, որ անգամ այն ամենաբարձր մենեջերը հաճախորդին ասում էր մի բացեք այդ պիժաման, եթե ուզում եք փորձեք, տարեք հանդերձանում փորձեք։ Այդ աստիճանի բան էլի արդեն, որ ասում ոնց որ հոգուն հասցնեն, որ անգամ մենեջերն է ասում։ Մեր քաղաքում դե այդպիսի ասեցի մեծ խանութ չկա, իսկ մնացած խանութներն էլ, գիտեք, մի քանի աշխատողով աշխատում են, խանութներ կան իրոք, օրինակ մի անգամ պատամա մի խանութ մտա, չեմ հիշում անունը, այստեղ այդ խանութի հետ մի անգամն եմ մտել, բաներ, բրենդային խանութ էր փոքր, աշխատողը ուրիշ ազգեր ուղղակի հետաքրքրության համար հարցրի, այսպես կանգնած էր պատրաստական, որ հաճախորդներին ինչ-որ հարցով օգնի, հարցրի, ասում եմ, լավ է այստեղ աշխատանքը, ասում է, հա, շատ լավ է, ասում է, չեք ուզի աշխատեք այստեղ, ասում է, հենց հիմա մեզ մի հատ աշխատող է պետք։ Այդ երևի մի 3 տարի առաջ էր, ես չէի մտածում այն ժամանակ աշխատանք փոխելու մասին կամ բան, ասեցի, չգիտեմ, բայց լավ է վարձատրություն բանը, ասեց, հա, շատ լավ է։ Բայց արդյունքում պարզվեց նույնն է ինչ որ մերը։ Հետո ես ինձ մտածեցի, որ այս փոքր բուտիկներում աշխատելուց պետք է այն ամեն հաճախորդի ետևից ման գաս, որ չգիտեմ, մեկ դա էլ չէ նյարդայնացնող, որ մտնում ես խանութ մոտենում, ասում ինչով կարող եմ օգնել։ Ինձ կոնկրետ այդ նյարդայնացնում է։ Որ հարց ունենամ կհարցնեմ, էլ ինչ եք գալիս ինձ անհանգստացնում։ Ինչևէ ասեցի, չէ, չեմ ուզի, ասեցի, ես շատ լավ խանութում եմ աշխատում, բայց այդպես էլի, չգիտեմ, մեր խանութում, մեր քաղաքում էլ, դե որ տենց մեծ խանութ չկա, դժվար է, հա, անկեղծ ասած,
Խանութները շատ աշխատող չեն էլ պահում, հատկապես հիմա որ մարդիկ օնլայն են պատվիրում ամեն ինչը։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, հաջորդ հարցը, այս իմ Կարինեն ա գրել, կոլագենի որ տեսակը վերցնել, դու գոհ ես, փոփոխություն զգում ես, թե չէ։ Ես անկեղծ ասած եմ կոլագենն այդպես էլ կեսը խմել եմ, կեսը մնում ա, չեմ օգտագործել, այդ քաղցրության պատճառով չեմ կարողանում օգտագործել, բայց այն որ տեսակը թե որը ընտրել, ես այն ժամանակ ընտրելուց երբ որ ուզում էի առնեի օնլայն 37 եվրո արժերի, դե բաղին էլ բարձր կին ուներ, ուղղակի երբ որ ես արդեն ակցիա էին դրել, արդեն այդ գնի 2 հատ էիր առնում, 50% սեղ չէր։ Ես այդ ժամանակ ռևյուները կարդացի, մարդիկ գովում էին, բան դրա համար է տարա, այդ երևի կարելի է նայել ուղղակի ռևյուները, թե որն ա լավ։ Բայց ընդհանուր առմամբ բացի մաշկից, եղունգներից, մազերից, հոդերի համար ա լավ, աղիների համար ա լավ, բնականաբար օգուտ որ չտա, վնաս հաստատ չի տա։ Այստեղ ինչ հարց մնաց, մի րոպե ժողովուրդ ջան։ Հա, այստեղ բոլոր հարցերը ոնց որ պատասխանեցի, մի հարց ա մենակ մնում, բելգիական դպրոցում դասավանդելու համար պետք է ունենալ Բելգիայի ուսումնական հաստատության դիպլոմ։ Ոչ, պետք չի ունենալ, եթե Բելգիան ընդունում ա տվյալ երկրի դիպլոմը, իմ օրինակով ասեմ, մենք որ եկանք, ես իմ դիպլոմը, մանկավարժական համալսարանի դիպլոմը ճանաչել տվեցի, վավերացնել տվեցի, մտածելով, որ կարողա պետքա ավելի լավ է հիմա հենց սկզբից անեմ։ Իրանք այստեղ ընդունվում է, ճանաչվում է հայկական դիպլոմները, Հայաստանի դիպլոմները ու իմը վավերացրին ու նաև բնականաբար պետքա վավերացնել նշանակում է նաև Բելգիայում ուսուցիչ աշխատելու այդ թույլտվությունը իրանք են տալիս ու տալիս են, որ դիպլոմը ընդունում են տալիս են։ Այնպես որ հա կարող եք ուրիշ, այսինքն դե բնականաբար հայկական դիպլոմի մասն եք երևի հարցնում, բնականաբար հայկական դիպլոմները այստեղ ընդունվում են, կարող եք աշխատել։ Ես ուղղակի արեցի, բայց չուզեցի, որովհետև պետքա մտնեի գերմաներենի գծով, գերմաներեն դասավանդելու համար, ուղղակի այստեղ որ այստեղ երեխեքը մեր երեխեքի նման չեն։ Ես գյուղում եմ աշխատել, գյուղի երեխեքը շատ դաստիարակված, շատ լավ երեխեք են եղել։ Ինչ եմ ասում գյուղի, որովհետև քաղաքին ես չգիտեմ, քաղաքի ուսուցիչները գիտեն, իսկ այստեղի երեխեքը այն չէին, ինչ որ ես պատկերացնում էի, ես մտածեցի, որ չէ, ես չեմ կարող այս երեխեքի հետ աշխատեմ, որովհետև այստեղ շատ ուրիշ օրենքները ու իմը չեմ կարող, ասեցի գոհ եմ, կուշտ եմ, շնորհակալ եմ, որ դիպլոմս ընդունեցիք, անգամ ինձ բան էին արել, ուղարկել էին գործի առաջարկ, ես որ գրանցվել էի որպես գործփնտրող, դե աշխատողը կարող է նաև գործփնտրող գրանցվի, որ եթե լավ գործ լինի, ասենք գործատուները CV-ն տեսնեն ու իրանք կդիմեն քեզ։ Ես այդպես էլ արել էի, որպես գործփնտրող էի գրանցվել ու հետո ինձ ուղարկեցին մի գործի հայտարարություն, այդ տվյալ գործատուն ուղարկեց, որ Գերմանիայում այսպիսի բան կա, դպրոցում աշխատելու համար, եթե ձեզ հետաքրքիր է, խնդրում եմ այս համարով զանգեք, բայց ես բան չարեցի։ Իդեպ մի անգամ էլ ա եղել, այն էլ ոչ թե Գերմանիայի համար, այլ չեք հավատա, ֆիզկուլտուրայի համար։ Ու հետո ես բայց հարցրի, ասում, բայց ի՞նչ կապ ունի իմ մասնագիտությունը ֆիզկուլտուրայի հետ, ես ի՞նչ կարամ ֆիզկուլտուրան, ասեց, չէ կարաս, ինչի՞ չէ կարաս, դու ասեց, եթե ուզենաս, ասի, չէ շնորհակալ եմ, չեմ ուզում։ Այդպես իմ սիրելի թանկագին բարեկամներ, հիմա ուրեմն հարցերին պատասխանեցի, թե ես խմեմ, հանգստանամ վերջապես, արդեն ժամը 6-ն է, 6:05 րոպե, քանի որ շուտ ա մտնում, մարդ շուտ էլ ուզում ա քնի, չէ, դե այսքան շուտ չէ բնականաբար, բայց մինչև մի քիչ կհանգստանամ, մի քիչ վիդեո կմշակեմ, շատ համով չախոբիլի եմ պատրաստել, շատ արտակարգ։ Ես էլ ձեզ հրաժեշտ կտամ, իմ սիրելի բարեկամներ, լավ մնացեք, մինչ հաջորդ հանդիպում, հաջողություն։